Մեկ տարով։ Սաղ մեկը։ Հա, սաղ մեկ էր։ Հետո մի օրում ասիր էլ չեմ ուզում։ Չէ, ամեն ինչ արեցի, ես այն ինչ որ ամեն մի սիրող տղականի, ես դրանք արեցի, այդ քայլերը, դե չստացվեց։ Այսինքն մի տարի միակողմանի ես սիրել, պատասխան չի եղել։ Պատասխան չի եղել, դե չստացվեց, ես հաղորդման մասնակցեցի, երևի ստացվի, ինչ որ մի բան իմ մոտ։ Շահեն ինքը քեզ չէր սիրում։ Չէ։ Ասма սիրել, երբ որ քեզ չեն սիրում, ասма միևնույնն է ինչ խոսել, երբ որ քեզ չեն հարցնում։ Չէ՞։ Հա, մի քիչ բարդ էր։ Բարդ էր, բայց հետաքրքիր։ Դու հարց ունես։ Ում որ սիրել ես, որ անպատասխան է եղել ես քեզ։ Դու որ ասում ես ամեն ինչ արել եմ, որ իրան հասնեմ։ Այդ ամեն ինչ ասված է իր համար կարող է ոչ մի բան լինի։ Դու ճանաչել ես իրան։ Այսինքն ճանաչել չեմ ասում, ոնց որ հիմա դու ինձ ճանաչեցիր։ Ճանաչել հենց իր ներքինով, ամեն ինչով ճանաչել ես, որ անես այն քայլերը, որ իրան իրոք գրավես։ Շատ կարճ ժամանակ եմ ճանաչել, շատ երկար չեմ շփվել, որ ճանաչեմ։ Այդ պահը չէր հասունացել։ 3 ամիս, բայց 3 ամիսը մարդուն լավ ճանաչելու համար կարծում եմ բավականին քիչ է։ Չէ, լավ չեմ ճանաչել, դե երևի պատճառն էլ հենց ինչ որ մի։ Դե հարաբերություն չեք ունեցել, չեք զրուցել իրար հետ, հերվից հեռու դու սիրահարվել ես, դա ի՞նչ պիտի ճանաչեիր։ Ես այդ միանշանակ օրինակ չեմ մտածում, որովհետև կարող է մարդուն տեսնես սիրահարվես ու դա լինի հենց քո ընտրյալը, իսկ կարող է մի քանի տարի հանդիպես ու հետո բաժանվես։ Այդպես էլ է լինում։ Շատ դեպքերում։ Դու չես բաժանվել, մի վախեցի։ Լավ ուրախ ընտանիք կպահես։ Երեխաներդ որ իրար հետև կշարես, այդ արդեն բարձ երևում է։ Օրինակ որ տենց ասում ես գժուկ բաներ ես սիրում, սենց ինչ որ մեր հիտանել է տենց։ Շփտում Ճանապարհորդություններ եմ սիրում։ Ահա։ Սիրում այն, ինչ որ դու ես սիրում։ Դե կան բաներ, որ կարելի է օգտվել։ Ամեն ինչից պետք է կյանքում օգտվես։ Հա։ Դուք ինչ կարող եք ասեք ձեր Ինքը ինչ որ ասաց, ճիշտ ասաց, նա կյանքում շատ առույգ, շատ խելացի ու նպատակասլաց տղա է, ինչքանով իրան ճանաչում եմ ու ինձ թվում է, որ իրոքից ինքը կայացած տղամարդ կլինի ամուսնանալուց հետո եւ իր ընտանիքը կպահի ինչպես որ հարկն է։ Ինձ այդպես է թվում։ Ճիշտ է։ Ապրես։ Ճիշտ ասեցիր։ Ոչ ես կարծում իրանք համապատասխան են։ Այո, աղջիկը ինձ շատ դուր եկավ, նա շատ գրավիչ աղջիկ է եւ ինձ թվում է, որ իրանք համապատասխան զույգ կլինեն։ Իսկ նրանց բնավորությունը, չգիտեմ ճիշտ ասած, իրար կհամընկնեն, թե ոչ, դա շատ կարեւոր է երիտասարդ զույգերի մեջ։ Իսկ ինչ բնավորություն ունի։ Օրինակ Շահենը։ Դե նրա բնավորության գծերը, որքանով ինձ ծանոթ է, շատ լավ է, բայց աղջկանը ճիշտ ասած չգիտեմ։ Որովհետև երևի աղջկա հետ շատ կարճ ժամանակում շփվեցիր, բնականաբար չես իմանում։ Դե մարդուն ճանաչելու համար երկար ժամանակ է պետք, այո։ Ինչ ոմով։ Իսկ քո կարծիքով ո՞նց են համապատասխանում են։ Համապատասխան են, երկուսն է ամերյանում բնակավարից են, երկուսն է տենց հումորով բան աշխուժ մարդիկ են, կարծիքով համապատասխան են։ Անակնկալդ։ Անակնկալս Ես հիմա կհրավիրեմ Շուրարի իրան ասա։ Ես հիմա քեզ կհրավիրեմ տանգո պարոն։ Ամպերն ելան քուլա ու շարվեցին գլխիս վրա Ամպերն ելան քուլա ու շարվեցին գլխիս վրա Սականից խենթ Աղջիկը տղան Չէ տղա չէ Ես չգիտեմ, չեմ հասկանում, թե ճամփան ինձ ուր է տանում, ուր որ կուզի թող տան ինձ, միայն փախչեմ ես քեզանից, աղ չգիտեմ, չեմ հասկանում, թե ճամփան ինձ ուր է տանում, ուր որ կուզի թող տան ինձ, միայն փախչեմ ես քեզանից
Փախչում ես փախչի։ Եկել ես աղջիկ ընտրելու, բայց երգում ես փախչեմ քեզանից։ Այդ ոնց հասկանամ։ Բայց շատ լավ էր երգում, շատ։ Ես հավատացած եմ, որ դու տեսահոլովակ անպայման կունենաս։ Շնորհակալություն, սպասեք սենյակում։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։ Տեսություն։ Սկսենք Կարենից, հա։ Առաջին մասնակցից։ Կարենը, շատ նենց հիշում ես, չէ, որ ինքը չի թույլ տա աշխատես։ Հա, բայց ինքը անպայման կհանդիպեի։ Աղջիկ ու լավ էլ այդ աղջկան կպահի, բայց ես քեզ իրա կողքին չեմ տեսնում։ Արայիկը այսօրվա մեր տղաները շատ նենց տղաներ էին բոլորը, որ կլինեն լավ ամուսիններ, բոլորը ցանկություն հայտնեցին ունենան տան աղջիկ, տան կին, մայր, կույսա, իրեքն էլ ինչ-որ տենց Կուսամոլներ։ ասա Ջուլիան իր բանտիկով, բայց այս երեք տղաներն էլ իրոք կյանքում կհասնեն իրանց եւ նպատակին, եւ լավ ընտանիք կպահեն, եւ լավ կին կպահեն, բայց ես ոչ մեկին քո կողքին չեմ տեսնում, ցավոք։ Ես Я вижу рядом с тобой такого экстремального мальчика. Պաշտպանության նախարարությունում աշխատող Արայիկ ինչ ես տեսնում քո կողքին։ Չէ։ Ինչու։ Որովհետև ինքը ուրիշ է, ես ուրիշ։ Համապատասխան չէ կարտակին։ Հենց այդ պաշտպանություն ասածն էլ իմ համար չի։ Շահենն էլ չէ։ Ինքը նման է ինձ բնավորություն գծերը որոշ չափով, բայց որպես ամուսին ասված կամ թեկուզ կողակից էլի չէ։ Կողակից ամուսինն է, բայց որպես ընկերել չէ։ Որպես լավ ընկեր հետագայում հնարավոր է, բայց որպես ընկեր չէ։ Իսկ Կարենն էլ չէ։ Հա, Ջուլին, կաս։ Ես ուզում եմ ասել, սիրելիս, որ այսօր քո բախտը պարզապես չբերեց։ Քեզ հարմար երեքից ոչ մեկը չէին։ Բայց երեքն էլ իհարկե այդպիսի տղա չկա, որ իր համապատասխան ընկերուն կամ կնոջը չգտնի։ Դա բնական բան է, որ նրանք ունենան իրենց ընտանիքը, բայց քեզ հետ ոչ մեկին չեմ տեսնում։ Համաձայն ես մեզ։ Այո։ Չնայած Շահեն այդ մի քիչ ընկերություն հնարավորը ուրախ կանցնի, միջև դու գնաս Գերմանիա, այդ շփվի հետ է։ Ինքան ուրախ կանցնի, ինքան թեթևանուշ տղա է ինքը։ Իրանք բոլորն էլ կարող են դառնալ քեզ շատ լավ ընկերներ, շատ, բայց որպես լուրջ ընկեր, որ դուք ամուսնանաք ապագայում ես ոչ մեկին չեմ տեսնում, ամեն դեպքում ընտրությունը քոնն է, գնա ընտրի։ Մեր հաղորդման նպատակը այն է, որ մեր հերոսը գտնի իր երկրորդ կեսին, բայց կարծում եմ այսօր մենք զույգ չենք ունենա։ Համենայն դեպս սպասենք մեր հերոսուհուն, սպասենք Ռիտային։ Ռիտա հրավիրում են քեզ տաղավար։ Ես մեր օպերատորն եմ։ Իսկ ես գիտեմ։ Շատ համարձակած։ Ո՞նց ենք պատահեց։ Հաղորդումից առաջ ես հասցրել եմ իր հետ ծանոթանալ, խոսել, ինքը իր մտքերի չգիտեմ, մասնագիտական առումով ինչ շատ ջուր եկավ, ինքը տարբերվում է մյուսներից, դրա համար ես իհարկե ընկերական, մենք ինձ թվում է շատ իրար հետ աշխատանքներ կանենք, հուսով եմ ֆիլմեր էլ կնկարվի։ Իր հետ գնաց Էքսենտրիկ արտիստը։ Բրավո։ Ես չեմ կարող ասել երեք երջանիկ, պարզապես լավ ընկերություն է։ Ես անգամ պատրաստված չէի, բայց որ այդպիսի մի բան է, հաղորդումից հետո ես ձեզ կտամ անպայման հրավիրատոմս եւ դուք կարող եք ձեր առաջի հանդիպումը անցկացնել կաֆե Պասկուչիում, խմեք սուրճ, իսկ երկրորդ հանդիպումը գնաք կինոթատրոն Մոսկվա եւ դիտեք շատ հետաքրքիր ֆիլմ։ Ձեզ լավ ժամանց։ Շնորհակալություն։ Այո, բարի ժամանց։ Սա անակնկալ է բոլորիս համար, բայց շատ հաճելի անակնկալ է։ Դե ինչ, եթերում արի ամուսնանանք հաղորդումներ։ Եթե կցանկանաք ծանոթանալ այսօրվա մեր հերոսների հետ, զանգահարեք մեզ, մի զլացեք։ Եվ դա Աստված, որ ձեր ընտրյալը օրերից մի օր ասի, արի ամուսնանանք։ Ձեզ հետ էին Լուսիա Հակոբյանը, Սոֆի Դևոյանը Եվ Ջուլիետա Ստեփանյանը։
Մինչ նոր հանդիպում։ Տեսություն։ Գիտեք, հաջորդ հաղորդման ընթացքում Արի ամուսնանանք հաղորդումն է։ Հաղորդում, որը կօգնի ձեզ գտնել ճիշտ ձեր կեսին։ Այսօր մենք ունենք Խարսիկ եւ 3 փեսացու եւ ես հրավիրում եմ տաղավար Տաթևին։ Այնպիսի մարդու կընտրեմ, որ ինձ կհասկանա։ Ծաղիկներ ծախող դումատաղ գնչու։ Դու սարի ծաղիկ սարից ես գալիս։